Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր հավանություն է տվել նոր օրենքի նախագծին, ըստ որի Հայաստանում արտադրվող ալյուրի մեծագույն մասը արհեստականորեն հարստացվելու է միկրոտարերով եւ վիտամիններով։ Դա կրելու է պարտադիր բնույթ բոլոր խոշոր ալրաղացների համար։ Ալյուրը ըստ մշակման նախագծի պետք է հարստացվի երկաթով, ֆոլաթթվով եւ վիտամին A-ով։ Այն արտադրողները, ովքեր չեն հարստացնի ալյուրը, կենթարկվեն մինչեւ 200 միլիոն դրամ տուգանքի։ Ալյուրի հարստացումը նշված միկրոտարերով ընդունված է աշխարհում եւ հատկապես երկաթի պակասը ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության հանգեցնում է սակավարյունության, որով աշխարհում տառապում է հղի կանանց եւ երեխաների ավելի քան 40%-ը։ Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների համաձայն հղի կանանց 37 եւ երեխաների 25%-ն են տառապում սակավարյունության այս կամ այն աստիճանով։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ գործընկերները պատրաստ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խորացմանը եւ ընդլայնմանը։ Այդ մասին նշել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին։ Ըստ նրա, Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է Եվրամիության հետ սերտ համագործակցությամբ աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու ուղղությամբ, վերջինս անթույլատրելի վարքի պատճառով։ Պսակին նաեւ նշում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Մոսկվան կատարի իր պարտավորությունները Մինսկի համաձայնության շրջանակում։ Պսակին չի հստակեցրել պատժամիջոցների տեսակը, ինչպես նաև դրանց հնարավոր կիրառման ժամկետը, ընդգծելով, որ պատժամիջոցների ընդլայնման մասին որոշումը կախված կլինի Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակից։ Բրենդ տեսակի նավթի գինը նոյեմբերի 12-ի սակարկությունների ընթացքում 2010 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է 1 բարելի դիմաց $80 շեմից։ Նյու Յորքում սակարկությունների արդյունքում էժանացել է նաև WTI տեսակի նավթը։ Ֆիչերսային պայմանագրերն այս տեսակի նավթի դեկտեմբերյան առաքումների վերաբերյալ կնքվել են 1 բարելի դիմաց մոտ $78-ով։ Անկումը կազմել է $1, ինչպես հաղորդում է RBK-ն, գների անկման վրա ազդում է մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում թղթաքարային նավթի արդյունահանման եւ օգտագործման ծավալների նվազումը։ Գնանկումը ձեռնտու է արաբական երկրներին, սակայն այն վնասում է Ռուսաստանի Դաշնությանը, Վենեսուելային, Իրանին եւ այլ երկրներին։ Ավելի վաղ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ 1 բարելի գնի նվազումը $1-ով զրկում է Ռուսաստանին մոտ $2 միլիարդ եկամտից։ Աղբյուրի փոխանցմամբ Եվրոպան հակառակը շահում է գնանկումից։ Ցածր գների դեպքում Եվրամիությունն արդեն այս տարի կտնտեսի մինչև $25 միլիարդ։ Ռուսաստանն արգելել է ուկրաինական արտադրության պարանման ապրանքների ներմուծումը Ռուսաստան։ Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Ռուսաստանի Դաշնության սննդի անվտանգության վերահսկողության ծառայությունն ուկրաինական արտադրության պարանման ապրանքի ուսումնասիրության ընթացքում բացահայտել է օրենքի բազմաթիվ խախտումներ։ Դրանք վերաբերել են գնորդների իրավունքների պաշտպանությանն ու սանիտարա-էպիդեմիկ անվտանգությանը։ Ըստ աղբյուրի, սահմանափակումը կգործի այսօրվանից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կողմը դադարեցրել էր մի շարք ապրանքների ներմուծումն Ուկրաինայից։ Սահմանափակումների ցանկում էին արևածաղիկը, կաթն ու կաթնամթերքը, սոյան, հյութերը, սպիրտային խմիչքները, մրգային եւ բանջարեղենային, ձկնային պահածոներն ու քաղցրավենիքը։